Hello, my name is Frank Tu and I am the Ողջույն, ես Ֆրենկ Տուն եմ, Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների հյուպատոսը։ Ամեն ամիս ես պատասխանում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներ մուտքի վիզաների եւ ներգաղթային գործընթացների վերաբերյալ ձեզ հետաքրքրող հարցերին։ Շնորհակալ եմ ձեր ուղարկած բազմաթիվ հարցերի համար։ Խնդրում եմ հարցն ուղարկելիս ներառել նաեւ ձեր էլեկտրոնային փոստի հասցեն, որպեսզի այս թողարկումներում ձեր հարցին անդրադառնալու հնարավորություն չունենալու դեպքում իմ գրասենյակն ուղղակիորեն պատասխանի ձեզ։ Այսօր ուզում եմ խոսել Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապաստան հայցելու մասին։ Ապաստանը շատ նուրբ հարց է։ Չնայած դեսպանատունն ու իմ գրասենյակն ապաստանի հարցերով չեն զբաղվում, սակայն մենք ստանում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապաստան հայցողների մասին հաշվետվություններ, որոնք փաստում են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կան ապաստան հայցող Հայաստանի քաղաքացիներ։ Այս հաշվետվությունները հրապարակավ հասանելի են համացանցում Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիության ու ներգաղթի ծառայության կայքում, որն զբաղվում է այս հարցերի քննությամբ։ agency that does process asylum requests, U.S. Citizenship and Immigration Services. Տուրիստական բիզնես վիզայով ԱՄՆ տարածքում գտնվելիս կարող եմ ապաստան հայցել։ Technically, you can claim asylum in the United States. Տեխնիկապես Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածքում ապաստան հնարավոր է հայցել ցանկացած տեսակի վիզայով կամ անգամ վիզա չունենալու դեպքում։ Ապաստան հայցելը դեռ չի նշանակում, որ ապաստանը տրամադրվում է։ Կա ապաստանի համար դիմելու գործընթաց, իսկ վերջին տարիներին Հայաստանի քաղաքացի ապաստան հայցողների դիմումները մերժվել են եւ որոշվել է, որ նրանք պետք է հեռանան Միացյալ Նահանգների տարածքից։ Իմ գրասենյակը նաև շատ հարցեր է ստանում այն մասին, թե արդյոք դեսպանատունը կարող է ապաստան տրամադրել։ Ոչ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության ոչ մի օղակ արտերկրում ապաստանի կարգավիճակ շնորհելու իրավասություն չունի։ Ապաստան կարող է տրամադրվել միայն այն անձանց, ովքեր ֆիզիկապես գտնվում են Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածքում։ Որոնք են ապաստանի հայցը մերժելու հետևանքները։ Now, there are many serious consequences of a denied asylum claim. Ապաստանի հայցի մերժման դեպքում կան լուրջ հետևանքներ։ Նախ, ամենամեղմ դեպքում ապաստան հայցողին հրաման է տրվում հեռանալ Միացյալ Նահանգներից։ Որոշ դեպքերում ապաստան հայցողը կարող է մինչև մեկնելը կալանքի տակ պահվել ներգաղթային պահպան վայրերում։ Երկրորդ, եթե ամերիկյան պատկան մարմինները եզրակացնում են, որ արկա է միտումնավոր կերպով սխալ տեղեկությունների տրամադրում ապաստանի մասին հայցում, ապա սա կարող է հանգեցնել նրան, որ հետագայում տվյալ անձը երբևէ որևէ ներգաղթային արտոնությունից օգտվելու հնարավորություն չունենա։ Եվ վերջում, անկախ սխալ տեղեկություններ ներկայացնել-չներկայացնելու փաստից, ապաստանի տրամադրումը մերժելու մասին համապատասխան հիշատակումը կպահպանվի մեր ներգաղթային տեղեկատվական համակարգերում, որի տվյալները մշտապես դիտարկվում են մեր հյուպատոսական պաշտոնյաների կողմից ամեն անգամ, երբ տվյալ անձը վիզայի դիմում է ներկայացնում։ Հիշեք, զբոսաշրջային, բիզնես կամ ուսանողական վիզա ստանալու համար դիմողը պետք է կարողանա հիմնավորել ու փաստարկել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում մնալու մտադրություն չունի։ The applicant has to prove that they do not want to stay in the United States. Քույրս դիմելու ապաստան է ստացել Միացյալ Նահանգներում։ Այժմ ես ուզում եմ նրան այցելության գնալ։ Ապաստանի նրա հայցը կարող է բացասաբար անդրադառնալ իմ տուրիստական կամ բիզնես վիզայի դիմումի վրա։ Thank you for your question. It is another question that we receive regularly. Շնորհակալություն։ Սա եւս մի հարց է, որ մեզ հաճախ են տալիս։ Երբ դուք վիզայի դիմում եք ներկայացնում, հյուպատոսական պաշտոնյան դիտարկում է ձեր դիմումն ու ձեզ հետ կապ ունեցող անձանց ներգաղթային պատմությունը։ Հյուպատոսական պաշտոնյան ուսումնասիրում է, թե ինչպես են վիզայի համար դիմաց անձի հարազատները, ընտանիքի անդամները, ընկերները ներգաղթել Միացյալ Նահանգներ։ Ամերիկյան օրենսդրության համաձայն հյուպատոսական պաշտոնյան ցանկացած անձի պարտավոր է դիտարկել որպես հնարավոր ներգաղթող, անկախ Ամերիկայի Միացյալ Նահանգներում հարազատներ ունենալ-չունենալու հանգամանքից։ Եթե դիմողն ունի հարազատներ, ընտանիքի անդամ կամ ընկեր, որ ապաստան է հայցել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ապա հյուպատոսական պաշտոնյան պետք է դիտարկի դիմողի ընթացիկ սոցիալական, տնտեսական իրավիճակը, ազգակցական կապերը Հայաստանում, հասկանալու, արդյոք նա չի ուզենա հետևել ապաստան հայցած հարազատի օրինակին։ Շարունակեք գրել մեզ, եւ մենք սիրով կանդրադառնանք ձեր հարցերին մեր հաջորդ թողարկումներում։
As always, thank you for your questions and inquiries, and I look forward to answering them next month.